Ուղիղ միացմամբ այս պահին իմ զրուցակիցն է պատմաբան քաղաքագետ Արմեն Այվազյանը։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Քիչ առաջ մենք լսում էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նա խոսում էր համաձայնության վերաբերյալ, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ երրորդ երկրների ուժերի տեղակայումը սահմանի ամբողջ երկայնքով բացառելուն է Հայաստանը տվել իր համաձայնությունը, մինչդեռ մինչև այդ Երևանը պարզ արտահայտում էր իր դիրքորոշումը, այն է, որ պետք է միայն սահմանազատված հատվածներում բացառվի երրորդ երկրների ուժերի տեղակայումը։ Դուք ինչ եք կարծում այս համաձայնության վերաբերյալ, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սա կոմպրոմիսային տարբերակ է։ Դուք այստեղ կոմպրոմիս տեսնում եք։ Ոչ, իհարկե կոմպրոմիսի մասին խոսելն ավելորդ է, որովհետև Փաշինյանը ընդունում է Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի պահանջները, կետ առ կետ, փուլ առ փուլ, եւ մենք տեսնում ենք դրանք ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեցող կետեր են, պետք է շատ լավ հասկանանք, որ այստեղ տեղի ունենում բոլորովին այլ գործընթաց, ինչպես եւ վերջին 30 տարիներին ամեն ինչ կատարվում է հայ ժողովրդի թիկունքում։ Ժողովրդին շարունակաբար խաբում են, կանգնեցնում կոտրած տաշտակի առջև։ Ընդ որում այդ տաշտակին գեղեցիկ անուններ են տալիս։ 2020-21 թվականներին դա խաղաղության դարաշրջան էր, հետո դարձավ խաղաղության պայմանագիր, հետո խաղաղության խաչմերուկ։ Հիմա էլ այսինքն խաղաղության պայմանագիր էլի։ Այնինչ խաղաղության հոտ այս ամենից բոլորովին չի գալիս։ Ադրբեջանի հետ առհասարակ որևէ խաղաղության պայմանագիր խաղաղության երաշխիք լինել չի կարող։ Հատկապես որովհետև Բաքվի ֆաշիստները բացահայտ հայտարարում են, որ Հայաստանից դեռևս ունեն բազմաթիվ պահանջներ, որոնց մի մասը պարզապես անիրականանալի է։ Ինչու են օրինակ այդ դեպքում առաջ քաշում այդ անիրականանալի պահանջները։ Պարզ է թե ինչու, որպեսզի միշտ հնարավորություն ունենան նոր ճնշումներ ու հարձակումներ գործել Հայաստանի դեմ։ Այս պայմաններում համաձայնվել խաղաղության պայմանագրի կետերին նշանակում է համաձայնվել կապիտուլյացիայի եւ Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական քաղաքականության շարունակությանը, որովհետեւ գերիները Բաքվում շարունակում են իրենց ուրեմն այդ տանջանքներին ենթարկվել այնտեղ 1, Հայաստանի Հանրապետության տարածքը օկուպացված է 2, Ադրբեջանը քաշում է նորանոր պահանջներ, այդ թվում ադրբեջանցիներին Հայաստան 100,000-ներով լցնելու եւ նրանց ինչ որ ուժերով պաշտպանելու մասին իր թեզերն է առաջ քաշում։ Եվ այս պայմաններում, երբ դու համաձայնվում ես խաղաղության պայմանագրի, դառնում ես ընդամենը մի խաղալիք եւ ոչնչություն, կատարում ես նրանց պահանջները հիմա, համաձայնվելով, որ չես էլ առարկելու հետագա նրանց պահանջները։ Այսինքն տեղի ունենում Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի փաստաթղթավորումը։ Պարոն Այվազյան, ինչպես կարող ենք ասել, թե խաղաղության համաձայնագրի տեքստը ընդհանուր համաձայնեցվել է, եթե Ադրբեջանը նախապայմաններ է ներկայացնում, սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարում։ Փաստորեն այս պահին բոլոր հարցերը համաձայնեցված չեն խաղաղության պայմանագրի տեքստը ստորագրելու համար եւ առաջիկայում գոնե այդ տեքստը դժվար թե ստորագրվի, քանի որ Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել։ Հենց դա է խնդիրը, տեսեք, կարող ենք համեմատել օրինակ Իսրայելի եւ Համասի հակամարտության հետ կամ Ուկրաինա-ռուսական պատերազմի հետ։ Այնտեղ այսօր խոսում են խաղաղության պայմանագրից, ոչ, որովհետեւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչեւ խաղաղության պայմանագիրը պետք է լուծվեն, համաձայնեցվեն, ընդամենը այդ տիպի խնդիրներից են այնտեղ խոսում։ Իսկ մեզանում ինչով է տարբեր իրավիճակը, որ արդեն հասել ենք իբր խաղաղության պայմանագրի։ Հայաստանի նկատմամբ
Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները կրկնում եմ այնպիսին են, որ դրանք իրականանալու դեպքում բերելու են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը եւ թուրքական կլանմանը։ Այսինքն ինչ են նրանք Հայաստանից խոշոր հաշվով պահանջում։ Ասում են դու չպետք է որևէ ինքնուրույն երաշխիք ունենաս ռազմական բնագավառում, դու պետք է չունենաս ինքնուրույն երաշխիքներ միջազգային իրավական բնագավառում, ինչ է նշանակում այդ կետը, որ պետք է հրաժարվես միջազգային դատական ատյաններից, ուրեմն հետ քաշես քո հայցերը, ներկայացրած հայցերը։ Երբ հրաշալի հայտնի է, որ մեր հայցերը այդտեղ շատ ամուր են, քանի որ տեղի ունեցել Արցախում ցեղասպանություն եւ էթնիկ զտում։ Եթե դու հրաժարվում ես քո այդ պահանջից, դու հրաժարվում ես միջազգային իրավական երաշխիքից, որը իհարկե 100%-անոց երաշխիք չէ, բայց այնուամենայնիվ որոշակի երաշխիք է եւ նաեւ լծակ է Ադրբեջանի դեմ ճնշում բանեցնելու։ Դու հրաժարվում ես այդ լծակից։ Հասկանում եք, այստեղ մեր ժողովուրդը ասում եմ, նորից եմ ասում, շատ բարձ պետք է պատկերացնի ինչի առջև է կանգնած։ Եվ պետք է նաեւ հասկանա, որ զուգահեռաբար այս Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի փաստաթղթավորմանը զուգահեռաբար ընթանում է եւ ամբողջականանում է Փաշինյանի եւ ՔՊ-ի թուրքացման գործընթացը։ Քանի որ նրանք կատարելով այդ բոլոր պահանջները, որ իրենց առջև դնում են Բաքուն եւ Անկարան, նրանք կատարում են թուրքական պահանջները։ Եվ այդ պահանջները կատարելով թուրքացնում են իրենց։ Հայաստանի իշխանությունը գնալով թուրքանում է, գուցե իրենք էլ այնքան լավ դա չեն հասկանում, բայց դա օբյեկտիվ փաստ է։ Եվ մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք դրածոների հետ, որոնք մինչ այժմ խոշոր պետությունների, մեծ պետությունների դրածոներն էին, դա կլիներ հյուսիսը թե արևմուտքը, միասին վերցրած, իսկ այժմ արդեն դառնում են թուրքական դրածոներ եւ ադրբեջանական դրածոներ։ Իսկ այս ամենը, ասում եմ, ավարտվելու է ոչ թե խաղաղությամբ, այլ ավարտվելու է Հայաստանում քաղաքացիական պատերազմով, քաղաքացիական բախումներով, որը չի կարող բերել որևէ լավ բանի, այլ կարող է բերել միայն Հայաստանի Հանրապետության համար մի անասելի ծանր իրավիճակի եւ գուցե թե աշխարհի քարտեզի վրայից Հայաստանի վերացմանը։ Ինչպես եւ իդեպ նախատեսված էր, ադրբեջանական պաշտոնական դեմքերը այդպիսի հայտարարություններ արել են սկսած 2003 թվականից։ 2003 թվականին նրանց պաշտպանության նախարարության խոսնակը Գնդապետ Մելիքովը ասաց, որ 25 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը վերանալու է աշխարհի քարտեզի վրայից, հետագայում այդ հայտարարությունները կրկնել է ինչպես Ալիևը, այնպես էլ նրա պաշտպանության նախարարներից։ Ոմանք հիմա էլ շարունակում են կրկնել, որ մենք դեռ Երևանն էլ ենք գրավելու, Երևանն էլ է մերը։ Քանի անգամ է Ալիևը վերջին երաշխիք չունենք այս բանին, որ ադրբեջանական պահանջները այսքանով կավարտվեն։ Չէ, իհարկե չունենք, որտեղ նրանք բացահայտ են ասում, այստեղ գաղտնիք չկա։ Բացահայտ այդ մասին հայտարարում են, ասում են մենք էսել ենք ուզում, էսել։ Եվ այստեղ երաշխիքը պետք է լինենք մենք ինքներս առաջին հերթին ստեղծելով ամբողջական ինքնապաշտպանական մի համակարգ, որի անունը ժամանակին դրվել է ազգ բանակ, ընդ որում շատ վաղուց, ես էլ այդ տերմինի հեղինակն եմ կամ հեղինակներից մեկն եմ դեռ 20 տարի առաջ, 23 տարի առաջ այդ մասին գրել եմ այդ նույն տերմինով։ Դա մեկ երաշխիքն է, երկրորդ երաշխիքը այսօր Հայաստանի Հանրապետության գոյությամբ մեծ տերությունները շահագրգռված չեն այսպես կենսականորեն։ Ոչ Միացյալ Նահանգներն է մտածում հիմա Հայաստանը կլինի թե չի լինի, ոչ Եվրոպական միությունը, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե Հայաստանը հանկարծ կործանվի, դա իրենց համար մի սովորական բան կլինի եւ իրենք մատը մատին չեն խփելու փրկելու համար Հայաստանը։ Այսօր մենք ենք շահագրգռված մեզ փրկելու հարցում եւ մեկ պետություն կա, որը կենսականորեն շահագրգռված է, դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ նա հասկանում է, որ Հայաստանից հետո հերթը անմիջապես հասնելու է իրեն։ Իդեպ հերթը հասնելու է նաեւ Վրաստանին, որտեղ դեռ այդ փաստը չեն հասկանում, հերթը հասնելու է նաև Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ Հայաստանի կործանումից հետո այդ ճնշումը ամբողջությամբ գնալու է դեպի թուրքական այդ ճնշումը, դեպի
Իրանի հյուսիսային շրջաններ, գնալու է դեպի Վրաստան, գնալու է դեպի Ռուսաստանի Դաշնություն, Հյուսիսային Կովկաս, Թաթարստան եւ այլուր։ Մենք հիմա չենք կարող իրենց հետևից շատ ընկնել, ասել եկեք հասկացեք այս ամեն ինչը, թե այդ աշխատանքն էլ պետք է կատարել։ Խնդիրը այսօր շատ արագ Հայաստանի ներսում ուշացած ձևով անցնել այդ ինքնապաշտպանական համակարգի ձևավորմանը, որը այսօրվա իշխանությունները երբեք չեն անելու։ Երբեք չեն անելու։ Ցավոք սրտի ընդդիմությունն էլ քիչ է խոսում այս մասին։ Եվ վստահ չեմ, թե ընդդիմությունն էլ է անելու, այսինքն պետք է Հայաստանի իշխանության գլխին լինեն ուժեր, որոնք առաջին հերթին անցնելու են այդ ազգբանակ մոդելի կառուցմանը Հայաստանում եւ շատ արագ են իրականացնելու այդ ամեն ինչը։ Խոսքը վերաբերում է աշխարհազորի ստեղծմանը, ժողովրդին զինելուն, կազմակերպելուն աշխարհազորային ջոկատների միջև բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում, մայրաքաղաք Երևանում ներառյալ։ Այս մասին է խոսքը։ Երկրորդ քայլը միաժամանակ պետք է արվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմավարական եւ ռազմական դաշինք կնքվի, փոխօգնության դաշինք։ Նմանատիպ մի դաշինք պետք է կնքվի նաեւ Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը նույնպես շահագրգռված է Հայաստանի Հանրապետության գոյությամբ, քանի որ Թուրքիայի ուժեղացումը, Ադրբեջանի ուժեղացումը ավտոմատ կերպով ուժեղացում է Պակիստանը, որը իր ողերիմ թշնամին է։ Ուրեմն պետք է այս բոլոր ուղղություններով գնալ, իսկ այն հեքիաթները, որ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե իբր հիմա խաղաղություն կլինի, քանի որ կլինի խաղաղության պայմանագիր, թուղթ կլինի մեր ձեռքին, դրանք ընդհանրապես հեքիաթներ են։ Նույն հեքիաթները նա պատմեր 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված այդ պայմանագրից հետո, որով հանձնեց Արցախը, խոստանալով, որ հիմա սկսվում է խաղաղության դարաշրջան։ Տեսանք, թե ինչպիսի խաղաղության դարաշրջան էր։ Նույն process-ը շարունակվելու է այս խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ։ Հիշեցնեմ, ես զրուցում էի քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ։